Ողջույն, ես Հայկ Համբարձումյանն եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, էպոսագետ, գրականագետ եւ պատասխանելու եմ Երևան հանդեսի միամիտ հարցերին։ Ճիշտ է ընդհանրապես Դավթին համարել մեր էպոսի գլխավոր հերոս։ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում մեր էպոսը հայտնի է Սասունցի Դավիթ անունով, թեև բանավոր տարբերակները հաշվի առնելով եւ տարբեր մշակումներ կարող ենք ասել, որ իհարկե էպոսի անունը Սասնա ծռեր է, որովհետեւ մեկ հերոսի մասին չի պատմում։ Իսկ ինչու է Դավիթ անունով հայտնի, որովհետեւ ամենից հայտնի բնագիրը ամենայն դեպս մեզանում, նաեւ թարգմանություններով նույնիսկ Հովհաննես Թումանյանի Սասունցի Դավիթ պոեմն է, որը իսկապես հարաճանաչ է դարձրել էպոսը մեզանում եւ շատ-շատերը միայն այդ բնագիրն էլ կարդացել են եւ այն համահավաք բնագրերը, այսինքն ավելի ընդհանուր վերնագրերը, դրանք շատ քչերին են հայտնի։ Համահավաքը իհարկե ավելի հայտնի, բայց համահավաքն էլ այս նբանով Սասունցի Դավիթ է կոչվել, ինչու որովհետեւ 1930-ականների վերջին եւ կազմվում էր եւ 1939-ին երբ հազարամյակ էին նշում էպոսի, պետք է թարգմանվեր այլ լեզուներով, մասնավորապես ռուսերեն, եւ ծուր բառը շատ դժվար էր թարգմանել։ Պետք է թարգմանել ուդալցի, խրաբրիցի, շատ տարբեր ձևերով կարելի էր թարգմանել, իսկ ավելի հեշտ էր կոչել հերոսի անունով Սասունցի Դավիթ եւ նաեւ ընդունված է, որ էպոսները ընդհանրապես գլխավոր հերոսների, այսպես ասած, մեկ հերոսի անունով են կոչվում, եթե նույնիսկ տարբեր հերոսների մասին են պատմում։ Բայց եթե նայենք իհարկե նաև այստեղ արդարություններ կա, որովհետև ամենից ծավալուն մոտիվներ, սյուժեներ հատկապես Սասունցի Դավթի մասին է, եւ Սասունցի Դավիթն է իր, ուզում եմ ասել, փխրուն, բայց ոչ ուժեղ ուսերին կրում էպոսի ամբողջ ծանրությունը, որովհետև այն ինչ որ սկսվում է Սանասարից եւ Բաղդասարից, այստեղ կարծես թե էպոսի հիմնական սյուժեն ավարտվում է, որովհետև փոքր մերի դեպքում մենք արդեն այլ իրողությունների հետ գործ ունենք, որոնք շատ հետաքրքիր այլ պատմության նյութ են։ Ինչու է հայկական ազգային էպոսի գլխավոր հերոսի անունը Դավիթ։ Պարզ թվացող, բայց ամենից բարդ հարցերից է, իսկապես ընդհանրապես էպոսի հերոսների անունները բավական դժվար մեկնաբանելի են, որովհետև բանավոր տարբերակներում, պատումներում տարբեր կերպ են հնչում, հնչյունները տարբեր է եւ այլն։ Եվ սա նաև կախված նրանից, թե դու ինչ մեթոդով ես վերլուծում էպոսը, քեզ տանում է կա այս կամ այն կողմ։ Օրինակ, իհարկե ամենից պարզ պատասխանը Դավթի դեպքում այն է, որ կարող ենք հիշել 5 կտակարանյան Իսրայելի թագավոր Դավթին, մանավանդ մեր էպոսի երրորդ ճյուղի կենտրոնական հերոս Դավիթը նույնպես նմանատիպ արարքներ անում է։ Օրինակ հովություն է անում, ինչպես Դավիթը, Իսրայելի թագավոր, նրա եւ Մսրա Մելիքի մենամարտը կռիվը հիշեցնում է Գողիաթի եւ Դավթի կռիվը, չնայած այնտեղ իհարկե զենքերը տարբեր են ամեն դեպքում։ Ուրեմն սա էլ թույլ է տվել ընդհանրապես իհարկե առաջին հերթին այս Դավիթ անունը մեկնաբանել Աստվածաշնչի հետ հարաբերությամբ, բայց այլ մեկնաբանություններ եւս կան, օրինակ Հովհաննես Թումանյանը, ապա նաեւ Ավետիք Իսահակյանը կապում են արևելյան, մոնղոլական, կարծես թե այդպես Տավուտ, այս ինչ որ անունով հերոսի հետ, ասում որ գուցե ընդհանուր աղբյուր ունեն, այլ մեկնաբանություններում Դավիթ բառը մեկնաբանում է դեպ, դից, դիվ, հնդիրանական այս բառերի հետ հարաբերության մեջ, մանավանդ որ դիվք, դևեր, իսկ Դավիթն էլ այսպես եւ հիշատակություններ կան էպոսում եւ ընդհանուր իր վարք ու բարքով Սասնայից ծռերը կարծես թե դիվական էություն ունեն, այսինքն դևերը այդ ոգիներն էին, որոնք հիմնականում լեռներում էին ապրում, շատ ժողովուրդ, տարբեր ժողովուրդների էպոսներում նրանց կարող ենք տեսնել Եվրոպայից մինչև Ասիա եւ այլն, եւ նրանք կռվում են քարով, քոքաանարած ծառերով, մարդկանցից տարբեր էություններ են եւ կապված են գուցե աստվածների հետ։ Եվ նաեւ իհարկե պատմական համատեքստն էլ կա, որ ընդունված է ասել, որ էպոսը վերջնական ձևավորվել է հակաարաբական, ուրեմն ապստամբությունների ապստամբությունների պատմությունը հիմք ընդունելով, դա էլ 7, 8, 9-րդ մինչև 10-րդ դարերը թերևս եւ այնտեղ ուրեմն հիշատակում են օրինակ Բրատուն ու որդիները Դավիթը եւ Աշոտը, որոնց մասին իհարկե շատ բան չգիտենք, բայց ենթադրվում է, որ գուցե այս Դավիթը մեր Դավթի համար
անվան հիմք է համենայն դեպս հանդիսացել, բայց դմել էպոսի հերոսների անունները կարող են բոլորովին այլ դարաշրջանի ինչ-որ հիշողություն լինել եւ պատմել բոլորովին այլ դարաշրջանի պատմական դեպքերի մասին, օրինակ։ Ինչու է էպոսը գրի առնվել ընդհանուր 19-րդ դարում, երբ մենք 5-րդ դարից ի վեր ունեինք զարգացած գիր ու գրականություն։ Իսկապես մենք ունենք հարուստ գրավոր մշակույթ 5-րդ դարից սկսած, որտեղ արձանագրվել են բանահյուսական ամենատարբեր ստեղծագործություններ են, բայց չգիտես ինչու այնպիսի մեծ ստեղծագործություն, որը ակնհայտ առասպելական հնագույն արմատներ ունի, չի գրանցվել եւ նույնիսկ գրեթե հիշատակություն էլ չկա։ Իհարկե ես երկար տարիներ փորձում եմ ոչ թե ուղակի վկայություններ գտնել օրինակ մատենագրության մեջ, այլ նաև գտնել ընդհանուր մոտիվներ, սյուժեներ, որտեղ իհարկե էպոսի հերոսների անունները չեն տալիս, բայց օրինակ այդ պատմիչների երկերում կարող ենք տեսնել մոտիվ, որը շատ ընդհանուր է Սասնա-Ծռերի կամ Սասունցի Դավիթ էպոսի հետ եւ գտնում եմ իհարկե այդ տեսակ մոտիվներ, այսինքն ամեն դեպքում զուգահեռ էպոսը եղել է կամ դաշտը ընդհանուր եղել է։ Իհարկե այլ տեսություններ կան, այսպես դավադրապաշտական, թե կարելի ասել այսօրվա բառով, որ սասունցիների այս էպոսը գաղտնի քրմական ինչ-որ ինֆորմացիա է, տեղեկատվություն, որը պահված է եղել Սասունի լեռներում եւ քիչ շրջանակի է հասանելի եղել։ Հնարավոր է այստեղ ասում են, որ օրինակ արևապաշտներ են եղել այսպես, որոնք էլի գաղտնի ապրել են, ինչ-որ կարծես թե աղանդավորական ինչ-որ մի այս տեսակ հարույթ, որի հետ կապված է եղել սա, բայց էլի կրկին որևէ փաստ մենք չունենք, դժվար է ասել, ամենայն հավանականությամբ իհարկե ինքը մի տեղեկատվություն է եղել, որը փոխանցվել է միայն ընտանիքի անդամների մեջ, գուցե այդ պատճառով չի գրառվել, բայց նաև այլ էպոսագետներ նշում են, որ չի կարելի բացառել օրինակ, որ ինչ-որ մատյաններում էպոսը այդուհանդերձ գրառվել է, ուղղակի այդ մատյանները մեզ չեն ասել, ինչպես հիմա էլ ամբողջ աշխարհում սփռված են ձեռագրեր, դրանց մի մասը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում է պահվում, հայտնի է կամ հայկական ձեռագրերի այլ պահոստերում, բայց շատ էլ կա, որ գաղտնի է, կարող է ինչ-որ մեկի տանն է եւ այնտեղ ինչ-որ հիշատակություն կա էպոսի մասին։ Եվ նաեւ մի քանի վկայություն ունենք հենց պատմողների, օրինակ Գենջո Գրիգորյանը, եթե չեմ սխալվում, եւ Թամո Դավթյանը հիշատակում են, որ այդպիսի գիրք եղել է, որտեղ գրված է եղել Սասնո հերոսների կամ արքաների պատմությունը եւ այդ գիրքը մեծ Գենջոն նկարագրում է մեծադիր, որ գաղթի ժամանակ իրենք մի գաղտնի քարայրում պահել են այն հույսով, որ վերադառնալու են եւ գտնելու են։ Իհարկե շատ լավ կլիներ, որ այդպես լիներ, մենք կարողանայինք գտնել։ 1939 թվին մեծ թափով նշվեց էպոսի 1000-ամյակը, բայց որտեղից այդ Հոբելյանը հայտնվեց, ինչու հենց 1000-ամյակը։ Նոր սերունդը գուցե չգիտի, բայց մեր սերունդը երևի թե գիտի, որ Սովետական Միությունում ընդունված էր մեծ հոբելյաններ նշելը եւ շատ սիրված էր, այս հոբելյանները իհարկե ծառայեցվում էին ընդհանուր գաղափարախոսության տարածմանը, ոգու բարձրացմանը, ինչ բարդ ժամանակների տպավորությունները հաղթարմանը եւ եթե հիշենք, ասենք 30-ականների երկրորդ կեսի տերորից հետո 37 թվականի օրինակ տերորից հետո անհրաժեշտ էր ինչ-ինչ միջոցառումներ այս ամեն ինչ ուրեմն գուցեցրելու համար, նաև ենթադրում եմ, որ կար ժողովրդի ոգին բարձրացնելու ինչ-որ հարց, որովհետև ենթադրում էր, որ պատերազմ պետք է լինի, 39 թվականին արդեն պարզ էր, այնպես որ այս խնդիրները լուծում եւ թույլ տրվեց նաև այս ժողովրդական էպոսների հոբելյանների նշելը, հաշվի առնելով այս հակահարաբական շարժումները, որ 8, 9, 10-րդ դարերում եղել են, բայց կոնկրետ այդպես 1000 տարի իհարկե շատ դժվար է ասել, որովհետև եթե նույնիսկ Դավթի ճյուղում մենք այս հակահարաբական ապստամբությունները տեսնում ենք, կամ դրանց արձագանքներ կարող ենք տեսնել, ապա առաջին ճյուղում կամ երկրորդ ճյուղում մենք ավելի հնագույն շատ հին երևույթների հետ գործ ունենք, բայց էպոսի 1000-ամյակ նշելը մի շատ կարևոր բան կատարեց, որ էպոսը հարահրճակեց Հայաստանում եւ աշխարհում, որովհետեւ մեզ կարող էր թվալ, որ էպոսի այն ժամանակ այնպես տարածված էր, ինչպես այսօր եւ ամեն հայ գիտեր, որ Սասունցի Դավիթ կա, ոչ։ Այն ժամանակ ուրեմն թե մշակումներ եղան, թե համաբակ բնագիրը կազմվեց, որ թարգմանվեց տասնյակ լեզուներով, թե արվեստի տարբեր ստեղծագործություններում վերարտադրվեցին էպոսի սյուժեները, հերոսները եւ մասնավորապես կանգնեցվեց օրինակ Սասունցի Դավթի Երևանդ Քոչարի այդ հրաշալի արձանի առաջին տարբերակը։ Այնպես որ 1000-ամյակի դերը շատ մեծ էր էպոսի հարահրճակման առումով եւ շատ գաղափարներ իրականում եւ ընկալումներ, որ այսօր էպոսի շուրջ կան,
այդ ժամանակների գաղափարներով են։ Մենք էպոսը դեռևս լավ չգիտենք, այլ պատկերացնում ենք էլի այդ սովետական հազարամյակային գաղափարներով։ Ինչը լավ է, թե վատ, չգիտեմ։ Ովքեր էին այն վիպասացները, որոնք սերնդեսերունդ պատմում էին էպոսը եւ որքանով են տարբեր նրանց պատմածները կախված շրջանից կամ դարաշրջանից։ Էպոսի վերջին տարբերակները այդպես գիտականորեն գրառվել են 1970-ականների վերջին Սևանա լճի այդ Գեղարքունյաց տարածաշրջանում, այդ կողմերում, բայց հիմնականում հենց արևմտյան Հայաստանից գաղթածների սերունդներից։ Այսինքն սա էլ հետաքրքիր մի երևույթ է, արդյոք էպոսը արևմտյան Հայաստանից երբ որ եկել է այստեղ տեղայնացել է, թե ոչ, ոչ, չի տեղայնացել։ Ինչ բաներ իհարկե կան, բայց այդուհանդերձ պետք է արձանագրել, որ այդուհանդերձ դա այնտեղից եկած երևույթ է եւ եթե շարունակվել է հենց նրանց ծերունների մեջ։ Իսկ այսօր գուցե ինչ-որ մարդիկ պատմեն, բայց էպոսի մահը գալիս է, երբ որ գրագետ են մարդիկ դառնում եւ վերանում է լսարանը։ Շատ կարեւոր է ոչ միայն պատմողը վիպասացը, այլ նաեւ լսարանի առկայությունը։ Այսօր կարող է մարդկանց հետաքրքիր լիներ, օրինակ, էպոսը, երբ որ նստեին այսպես պատմեին։ Ոչ, լսարաններ չկա կամ քիչ մարդկանց կարող է հետաքրքիր լինել, ըստ այդմ էլ էպոսը չի պատմվել վաղուց եւ չի էլ պատմվում այսօր։ Ինչ էին ուտում էպոսի հերոսները եւ ինչով էին զբաղվում ազատ ժամանակ, եթե այդպիսի բան կա տեքստերով։ Մենք էպոսը իհարկե միշտ ուսումնասիրում ենք գաղափարական, պատերազմական տեսարանների այս համատեքստում, ազգային ոգու եւ այլնի, բայց էպոսի հերոսները, ինչպես գրական շատ հերոսներ, հաց էին ուտում, գինի էին խմում կամ ինչ-որ այլ բաներ, եւ այս ամեն ինչը լավագույնս արտացոլում է, օրինակ, նրանց ապրելակերպը, միջավայրը, գուցե նաեւ սովորություններ, հավատալիքներ, հատկապես հին այս տեսակ ստեղծագործություններում ուտելիքը սերտորեն կապված է ծեսի հետ եւ վերջին գիրքս, որ հրատարակեցի, կոչվում էր Հացն ու գինին, որսը խնջույքն ու սննդային մոտիվները կամ կոդերը Սասնացարար էպոսում եւ միջնադարյան գրականության մեջ եւ այնտեղ առանձնացրել եմ հերոսների սննդակարգը, այսպես ասած։ Իհարկե մի այսպես բան պետք է ասել, որ ամեն դեպքում էպոսի հերոսները, եթե ընդունում ենք որ ջութազումներ են, նրանք ուժ են ստանում, զորություն են ստանում այլ միջոցներով, օրինակ կաթնաղբյուրի այդ հրաշագործ աղբյուրի ջուրը խմելով, բայց նաև իհարկե վիպասացը, որը պատմում է, տեղայնացնում է եւ էպոսի հերոսներին տեսնում ենք նաև օրինակ հարիսա ուտելիս, որովհետեւ հարիսան ընդունված տոնածիսական ուտելիք էր եւ մարդիկ գնում էին, հատկապես հոգեհանգիստ եթե լինում էր, գնում էին գյուղերում, եկեղեցիների բակում, ծրփավայրերում հարիսա էին եփում եւ էպոսի օրինակ կարևոր դրվագներից մեկում Դավիթը գնում է, հալիսան շալակած բերում է, ինքն էլ է ուտում, իր ընկերներն էլ են ուտում եւ նաեւ հետո այդ պահին իմանում ենք, որ Դավթի հորթերին դևերը գողացել եւ տարել են խարում փակվել։ Մենք տեսնում ենք, որ այս ուտելիքի պատկերներում կամ խնջույքի պատկերներում ծիսական որոշակի օրենություններ անպայմանորեն արտացոլվում են։ Շատ կարևոր է նրանց համար հացը, իհարկե, նրանք հացով տեսնում ենք մի դրվագում, որ կլոր հացեր են պատրաստում, Սանասարն ու Բաղդասարի մայրը կլոր հացեր է պատրաստում եւ դրանք գլորում են եւ ինչ որ հմայական աղոթք են ասում, սա ավելի հին ինչ որ չգիտեմ որտեղից եկող պատկերացումների արտահայտություն ունի կամ ուտում են օրինակ Սասունցի Դավիթը կարագ մեղր կամ կաթ մեղր, երբ որ գնում է Մսր մանկության որբության տարիներին, այնտեղ կաթ չի ուտում եւ Սասունից բերել են տալիս կաթն ու ուրեմն մեղրը կամ յուղն ու մեղրը, ինչն է ցույց է տալիս, որ Դավիթը իր ազգային ինքնությունը պահպանում է նաև սննդի միջոցով, եթե այլ սնունդ ուտի, նա այլ կդառնա, այսինքն ինքնությունը կկորցնի, ըստ այդմ էլ նա օտար միջավայրում էլի շարունակում է Սասունից բերված ուտելիքներ ուտել, իհարկե նաև այստեղ էլի ուրիշ հողներ կան, որ աթի ու մեղրի գետեր հոսում են դրախտում ըստ Աստվածաշնչի եւ սասունցիների համար իհարկե Սասունը դրախտ էր, որտեղ այդ գետերը հոսում էին։ Էլի հետաքրքիր ուտելիքներ իհարկե էպոսում կարող են գտնել եւ շատ ընդունված սիրված կերակուրներ ղաղուրման, թռչնի մսից ղաղուրմա էին պատրաստում, բայց նաեւ իհարկե այս բորսի միսը բաժանում էին սասունցիներին, երբ որ հատկապես ծանր ժամանակներ էին լինում եւ կյանքը դժվար էր լինում, էլի հիշատակում է մեծ մայրը հատկապես, որ այդ որսի մսով 7 տարի սասունցիներին պահում է։
էլի սա էլ որոշակի ազգային այս առաջնորդի իդեալի արտահայտություն է, էլի մի կարևոր բան է, սասունցի հերոսների գլխավոր մականունը հատկապես Դավթի ծավալության հետ միասին շահգամակեր է, շահգամը, ուրեմն նրանք շահգամ էին ուտում եւ սա սասունցիների սննդային ինքնության կարևոր բաղադրիչներ եւ դրսում մի քիչ ծաղրական նրանց հենց շահգամակեր էին անվանում։ Երբ որ թթու էին դնում, թերևս նաև է շահկամի թթու, անպայման պետք է կռիվ լինի, որպեսզի թթուն թթվի։ Ըստ այդմ էլ երբ այդ բոլոր բաղադրյա մասերը հավաքում էին արդեն կաթսայի մեջ, մայրը մեծ ուրեմն այդ քթալով խփում էր երեխաներից մեկի գլխին, որից հետո մեծ կռիվ էր սկսում, ինչի շնորհիվ ասում են, որ թթուն ավելի լավ էր թթվում։